Ռուսաստանի Դաշնության տնտեսության անկում, պղնձի համաշխարհային գների էական նվազում։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, վերջին 2 տարիներին Հայաստանի տնտեսության արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումները նաև այս գործոններով են պայմանավորված։ Այս իրավիճակում տնտեսական աճ եւ կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը։ Վարչապետը տեղեկացրեց, որ եկող տարի կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը մակրոտնտեսական կայունություն ապահովելու համար։ Սակայն, քանի որ պետական պարտքի մասին ՀՀ օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը։ Բյուջեն կազմելու հիմքում կառավարությունը դրել է տնտեսությունը չխեղդող, միևնույն ժամանակ հարկեր հնա հարաբերակցությունը մեծացնող քայլեր։ 2017-ի համար կառավարությունը նախատեսել է հնայի 3,2% աճ։ Հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաև ընտրական տարում սպասվող տնտեսական պասիվությունը, նշված ցուցանիշին հասնելը մեզնից բավականին ջանքեր կպահանջի, եւ մենք վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ այդ մակարդակը ապահովելու համար։ Հասկանալի հրապարակային թափանցիկ հարկաբյուջետային քաղաքականություն հարկատուի եւ հասարակության անդամի համար։ Կառավարության ղեկավարի խոսքով հարկատուների վճարած բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորին չափով խնայողաբար եւ նպատակային։ Կառավարության ղեկավարի խոսքով եկող տարվա պետական բյուջեի հիմքում դրվել են այս տարվա բազիսային տվյալները։ Դեֆիցիտի մակարդակը, հաջորդ տարվա համար օրենքով դեֆիցիտի սահմանափակման ցուցանիշը, հաշվարկվել է հարկեր հնա հարաբերակցության եւ եկամուտների հնարավոր աճը։ Վարչապետը տեղեկացրեց, որ 2017-ի ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն է որդեգրվել դեֆիցիտի աճ թույլ չտալու համար։ Կարեն Կարապետյանի խոսքով կառավարությունը եկող տարվա համար նպատակ է դրել ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ ստեղծել, նորմալ պլատֆորմ ձևավորել, որպեսզի բիզնեսը, գործարար աշխարհը կարողանա վերարտադրվել։ Նայիրի Մուրադյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։